Բարև իմ սիրելի հետևորդներ ջան, վերջապես նորից ձեր հետ եմ։ Հավատացեք, այս վիդեոն վաղուց էի ուզում նկարեի, բայց ամեն անգամ մտածում էի մի քիչ էլ սպասեմ, մի գործ էլ ավարտեմ, հետո կնկարեմ ու տենց մի քիչ դարձավ համարյա 1 ամիս առանց նոր վլոգի։ Շատերը ինձ գրում էիք, որտեղ եմ, ինչ եմ անում, ինչու նոր տեսանյութեր չկան։ Նախ ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել ձեզ այդ հոգատարության համար։ Հետո ասեմ, որ ձեր հաղորդագրությունները տեսնելուց շատ ուրախանում եմ եւ մոտիվացվում, որովհետեւ հասկանում եմ, որ իսկապես կան մարդիկ, ովքեր իրոք սպասում են իմ նոր վլոգներին։ Այսօր որոշեցի պարզապես նստել եւ անկեղծ պատմել, թե ինչ է տեղի ունեցել վերջին ամիսներին։ Ինչով եմ զբաղվել ես Հայաստանում, ինչ եմ հասցրել, ինչ չեմ հասցրել եւ ամենակարևորը, թե ինչ է սպասվում մեզ առաջիկայում։ Ինչպես գիտեք, արդեն 4 ամիս է ինչ ես Հայաստանում եմ, այս ընթացքում իմ կյանքը բավականին հագեցած էր, լիքը բան կար անելու, իրականում երբեմն օրվա 24 ժամը ուղղակի չէր բավականացնում իմ գործերը, ուսումը եւ մնացած այլ բաները հասցնելուն։ Առաջինը ուզում եմ խոսել ուսման մասին, որովհետև ուսումը հենց ամենակարևոր պատճառն էր, որ ես հետ եկա Հայաստան։ Ինչպես բոլորդ գիտեք, ես Հայաստան եկել էի ուսման պատճառով, պետք է շարունակեի մագիստրատուրան Երևանի պետական համալսարանում։ Քիչ մնաց, ժողովուրդ ջան, մնացել է ընդամենը կես տարի։ Այս ընթացքը հիմնականում անցկացրել եմ քննություններին պատրաստվելու, նյութեր հավաքելու, թեզը գրելու եւ նմանատիպ գործընթացների մեջ, այսպես ասած։ Իրականում հեշտ չէր, որովհետեւ բացի ուսումից ես նաեւ աշխատում էի, որովհետեւ ես այն մարդն եմ, ով չի կարա մի բանով սահմանափակվի։ Աշխատանք էի գտել, իմ համար աշխատում էի, նաև իմ սիրտն ու հոգին գտնվում էր Չինաստանում, որտեղ այնտեղ հարցեր կային կարգավորելու, նաև շատ կարոտում եմ իմ երեխաներին, դրա համար կենտրոնանալ ուսման վրա այդ ամեն ինչի հետ մեկտեղ շատ բարդ էր, բայց ես հպարտորեն կարող եմ ասել, որ ես հաղթահարեցի։ Քննությունները բարեհաջող անցկացրեցինք, ամեն ինչ լավ էր, բարձր գնահատականներով, նույնիսկ իմ սպասվածից ավելի լավ էր ու ես շատ ուրախ եմ, որովհետև դա այս անգամ իմ Հայաստան գալու նպատակն է եղել ու ես պետքա հայցենի սպասելիքները արդարացնեմ, որտեղ հենց ինքն էր ինձ ուղարկել Հայաստան սովորելու համար։ Դրա համար շատ ուրախ եմ եւ շատ հպարտ եմ։ Այս 4 ամիսների ընթացքում ես նաեւ աշխատել եմ։ Աշխատանքը նույնպես շատ դժվար էր, երբեմն առավոտվանից իրիկուն ինքան զբաղված էի լինում, որ հենց հասնում էի տուն, եթե նույնիսկ ուզենայի վերցնել հեռախոսը ու նկարել, ես չէի կարենա, որովհետև իսկապես շատ հոգնած էի ու սպառված էի, մտավոր սպառված էի։ Դրա համար որոշեցի 1 ամիս դադար վերցնել, ավելի լավ է դադար վերցնել, հանգստանալ, հետո նոր ուժերով սկսել նկարել, քան թե ուղղակի պարզապես նկարել զուտ նկարելու համար։ Աշխատանքը իմ սիրելի աշխատանքներ, որովհետև ես միշտ աշխատել եմ, միշտ 17 տարեկանից աշխատել եմ, բայց երբեք չի եղել, որ դա լինի մասնագիտական աշխատանք, այսինքն դա ավելի շատ եղել է ինչ-որ սիրողական աշխատանք, գումար աշխատելու համար, բայց չի եղել, որ ես իմ մասնագիտությամբ աշխատեմ։ Իսկ այս անգամ ես հենց աշխատել եմ իմ մասնագիտությամբ, որտեղ մեծ դեր է խաղացել հենց չինարենը, ու ես վերջապես հասկացա, որ իմ 7 տարվա տանջանքը, չինարեն սովորելու տանջանքը վերջապես ինձ պետք եկավ հենց տեղին, ճիշտ է, այնտեղ Չինաստանում ընտանիքի հետ շփվելու ժամանակ էլ է պետք եղել, բայց որպես մասնագիտություն ես վերջապես հասկացա, որ ինձ պետք եկավ ու շատ ուրախ էի, ձեռք բերեցի նոր փորձ, նոր գիտելիքներ, նոր ծանոթներ, տարբեր ազգերից ու շատ ուրախ եմ այս 4 ամսվա համար։ Հուսամ այս փորձը ինձ հետագայում նույնպես պետք կգա, ես համոզված եմ, որ պետք կգա եւ ես շատ ուրախ եմ, ավելի շատ ուրախ եմ նրա համար, որ այս 4 ամիսները բացի են, որ ես կարողացա իմ ուսումը առաջ տանել, հպարտորեն հաղթահարեցի այս փուլը, նաեւ կարողացա ձեռք բերել աշխատանքային փորձ։ Իհարկե այս ընթացքում բացի լավ բաներից բնականաբար եղել են նաև խնդիրներ, թե ընտանեկան, թե գործնական, թե անձնական, բայց խնդիրները լուծելի էին, ուղղակի դա նույնպես ժամանակ էր պահանջում, տրամադրություն էր պահանջում, ամեն ինչ կարողացա լավ էլի, ստոպ։
Հարցերը նույնպես մեծ հաջողությամբ կարգավորեցի։ Իհարկե այս ընթացքում նաև հանդիպել եմ իմ հարազատների հետ, իմ ընկերների հետ, լիքը ծանոթ եւ ընկերներ ունեի, ում վաղուց չէի տեսել, չէի հանդիպել։ Հանդիպեցինք, միասին լավ ժամանակ անցկացրեցինք, շատ ուրախ անցավ ամեն ինչ, որովհետեւ գիտեի, որ վերադառնալու եմ Չինաստան եւ երկար ժամանակ, մի քանի ամիսներ հետ չեմ գալու Հայաստան ու ուզում եի այս ամառը իմ ընկերների, իմ հարազատների հետ լինեմ, լավ ժամանակ անցկացնենք։ Ամեն ինչ լավ է եղել։ Եթե ամփոփենք այս 4 ամիսը, կխոսեմ ձեռքբերումների եւ ձախողումների մասին։ Ձեռքբերումներից ամենակարևորը դա հենց ուսումն էր, իմ քննությունն էր, որ հաջողությամբ ամեն ինչ հանձնեցի, իսկ ձախողումներից կարող եմ ասել, օրինակ, վարորդական իրավունքը, ձախողում չասեմ, ուղղակի կասեմ, որ չհասցրեցի ընդհանրապես ոչ սկսել, ոչ դիմել, ոչ քննություն հանձնել, ոչ մի բան չհասցրեցի անեմ։ Զոտ դա իմ համար, այսպես ասած, բաց թողում էր, ձախողում էր իմ պլանների, բայց դեռ չենք հանձնվում։ Ես հույս ունեմ, որ հետ կգնամ, Հայցենը ինձ կսովորացնի մեքենա վարել, մի փոքր գիտելիքի պաշար կունենամ եւ այդ գիտելիքի պաշարով հետ կգամ Հայաստան եւ կարողանամ արդեն հաջողությամբ հանձնել քննությունը եւ ունենալ գոնե 31 տարեկան հասակում ունենալ իմ վարորդական իրավունքը։ Դե դրանից հետո նոր կմտածենք մեքենա գնելու ուղղությամբ։ Այս 4 ամիսների ձեռքբերումներից է նաեւ իմ առողջության հետ կապված ատամներիս բուժումը եւ դեմքիս բուժումը։ Հավատում եմ, որ հիմա նկատելի է դեմքիս փոփոխությունը, նկատելի է, հա։ Հեսա մոնտաժի ընթացքում ես կխնդրեմ Արմինեին կտեղադրի իմ բուժման սկզբի, ընթացքի եւ վերջնական նկարները եւ դուք կտեսնեք տարբերությունը։ Ես իսկապես շատ գոհ եմ արդյունքից։ Հետագայում եթե ձեզ հետաքրքրի իմ բժշկի տվյալները, կարող եք հարցնել, ես մեծ սիրով կկիսվեմ։ Իհարկե դեմքիս վրա դեռ աշխատանք կա տանելու, բայց դա արդեն հետագայում ակնեի մնացած հետքերի հետ կապված, բայց արդեն իսկ այս արդյունքը, որ նկատելի է, ես շատ ուրախ եմ ու այդ արդյունքը ինձ ավելի ինքնավստահ է դարձնում։ Ինչպես նաև ատամներիս բուժումը, որովհետև ես ատամներիս հետ կապված միշտ ունեցել եմ կոմպլեքսներ ու հիմա վերջապես այս արդյունքը ինձ շատ գոհացնում է։ Իսկ հիմա ուզում եմ ձեր հետ կիսվել գլխավոր նորությամբ։ Ես հավատում եմ, որ շատերդ արդեն գուշակել եք։ Այո, ես շուտով վերադառնում եմ Չինաստան, շատ շուտով։ Ես իսկապես շատ եմ կարոտել Չինաստանը, որովհետև Չինաստանը իմ համար ուղղակի մի օտար երկիր չէ, այն իմ երկրորդ տունն է։ Այնտեղ սպասում է ինձ իմ ընտանիքը, իմ երեխաները, իմ առօրյան, իմ համար նոր պատմություններ։ Այնպես որ ես շատ եմ կարոտել Չինաստանը եւ հենց այնտեղից էլ կսկսվի մեր ալիքի նոր փուլը։ Ուզում եմ, որ այս անգամ մեր վլոգները լինեն ավելի հետաքրքիր, ավելի որակյալ եւ ավելի անկեղծ։ Շատ եք ասել, որ ցույց տամ Չինաստանի առօրյան, մարդկանց կյանքը, խանութները, ապրանքները, գները, ճամփորդությունները, երեխաների առօրյան, դպրոցները եւ լիքը մանրուքներ, որոնք առաջին հայացքից սովորական են թվում, բայց շատ հետաքրքիր են Հայաստանից դիտող մարդկանց համար։ Ես արդեն ունեմ բազմաթիվ գաղափարներ նոր վլոգների համար։ Ուզում եմ այս անգամ մենք միասին բացահայտենք Չինաստանը մի ուրիշ տեսանկյունից։ Այս ամբողջ ընթացքում դուք մնացել եք իմ հետ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես նոր տեսանյութեր չեմ հրապարակել, դուք շարունակում եք նայել, սպասել, ինձ հաղորդագրություններ ուղարկել, մեկնաբանություններ գրել։ Այդ ամենի համար ես իսկապես անչափ շնորհակալ եմ։ Եթե դեռ բաժանորդագրված չեք իմ ալիքին, կարող եք բաժանորդագրվել եւ մեկնաբանություններում գրել, թե Չինաստանից ամենաշատը ինչպիսի թեմաներ կուզենայիք տեսնել։ Հաջողություն, լավ մնացեք, կտեսնվենք շուտով։ Խոստանում եմ։